տեսակետներ, Գրիգոր Հարությունյան, ռեֆորմիստներ, խնդրեմ ձեր 3 րոպեն ձեր ծրագիր կաղոթենք։ Ուրեմն այսպես սկսենք նրանից, որ դե արդեն բոլորդ գիտեք, մենք ռեֆորմիստների կուսակցությունն ենք, քվեաթերթիկում համար առաջինը, որը գլխավորում է գեներալ լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։ Առաջնային ու կարևորագույն կետերից գլխավորը դա անվտանգությունն է, որը ուղիղ առնչված է հենց երիտասարդության հետ եւ պետության եւ քաղաքացիների։ Անվտանգություն ինչու նախ դա սկսելու է կայուն եւ մարտունակ բանակից, իսկ բանակի հիմքը դա երիտասարդությունն է, մեր 18 տարեկան տղաները։ Դրանք շարունակելու են առաջնագծում մնալ ձեր օրոք։ Առաջնագծում մնալ։ Այո, մարտական հերթապահություն իրականացնել երիտասարդները։ Միանշանակ, պարտադիր ժամկետային զինծառայողները, այո։ Շատ լավ, կարող եք շարունակել։ Հետագա ռեզերվային, պայմանագրային զինծառայությունը կքննարկվի բնականաբար մասնագետների միջոցով եւ կբերվի նոր ցուցակարգեր։ Մեր կետերից մեկը երիտասարդությանը առնչվող դա նույնպես անվճար ուսուցումն է եւ ունենք մենք տարբերվող բոլորից մի կարևորագույն կետ, որը 7-րդն է, դա տարածաշրջանը դարձնել կրիպտո արժույթների կենտրոն։ Դրա մասին կխոսենք ավելի ուշ, ընդամենը ներկայացնենք այսօր կետերով։ Հիմնականում այսքանը մեր շեշտը դրված է անվտանգության վրա, ու մեր կարգախոսն է հենց անվտանգությունը, մենք շարժվելու ենք անվտանգության հիմունքներով։ Շատ լավ, բանակի բարեփոխումներում ձեր կարծիքով երիտասարդությունը պետք է մեծ դեր ստանձնի, թե նաև ավագ սերնդին է պետք դեր գրավել։ Ես ինչու է ձեր այդ հարցը տալիս, որովհետև հաճախ հնչում է, որ երիտասարդների կյանքը պետք է խնայել, նրանց առաջնագծից հանել, առավել պրոֆեսիոնալներին տանել առաջնագից։ Մենք դեռևս վերջնական այսպես խաղացան փաստաթուղթ չունենք եւ չենք կարող ասել, որ այդպիսի մարտահրավերներ չկան։ Շնորհակալ եմ։ Այո, ես համամիտ եմ ձեր հետ, պետք է ավելի փորձառու մարդիկ գլխավորեն բանակը, բնականաբար, մարտական անցած, կրթություն ստացած, իսկ երիտասարդները պետք է հետևեն նրանց օրինակին, որովհետև չի լինի 18 տարեկանին չզորակոչվի, չծառայի, չտեղեկացվի այդ ամենից, բայց իրենը զգա անվտանգ, դա բացառված է։ Դրանովից մենք կնպաստենք մարդիկ շահագրգիռ լինեն, ազատվեն բանակից, ասեն թող լեգիոններ ձևավորվեն կամ պայմանագրայիններով մեր սահմաններն ու դիրքերը կամ պետությունը պահեն։ Դա բացառված է, երիտասարդը պետք է ունենա իր տեղը, 18 տարեկանը պետք է պարտադիր զորակոչվի բանակ, ծառայի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իսկ գլխավոր դերակատարումը պետք է ունենան այո պատրաստված սպաները եւ զինվորական կրթություն ստացած անձիկ։ Շնորհակալ եմ։